իրականում ես ոնց հասկանում եմ բոլորի հետևից գալու են ուղղակի ցած վեր են կանալու ու բոլորի հետևից կան քանի դեռ մենք չենք գալի մյուսի հետևից կանգնելու մյուսի մեջքին կանգնելու մյուսի համար կանգնելու ես բոլոր դատերին եմ գնում ինչքանով որ հասցնում եմ որտեղ վերջ-վերջո երկու երեխաների մայրը մեկ-մեկ բաց եմ թողում բայց այն որ աշխատում եմ այնքան հարգելի պատճառ ունենամ որ չկարողանամ գալ այ պիտի տենց մտածենք Պիտի մեր պատճառը չափազանց հարգելի լինի ու չափազանց կարևոր, որ մենք չկանք կանգնենք, որովհետև երբ որ նույն Սրբազանը կամ Աճապահյան Միքայել Սրբազանը կամ Բաղդադ ով եղել է ինքը խոսացել է բոլորի համար։ Եթե այստեղ ձերբակալված լինեին ու դատարանը գնար, չգիտեմ, ուղղակի նրա համար, որ օրինակ, չգիտեմ, Բաղդադ Սրբազանը հանցանք է գործել կամ նույն 17 արդարանները ինչ որ իրենց անձի համար են ինչ որ մի բան արել, օգուտ միայն իրենց, միգուցե ես այստեղ կանգնած չլինեի, միգուցե միայն բարեկամները լինեին, բայց ես որպես հայ ուրիշ տեղ չեմ տեսնում հիմա ինձ։ Ես տեսնում եմ այստեղ, որովհետև գիտեք, եկեք անընդհատ հետ նայենք, էլի։ Արցախը տվեցին, ասինք դե Արցախը կտան կպրծնենք, չենք պրծել։ Trip են տալի, ասում ենք դե էս էլ կտանք ու խաղաղություն չէ, ժողովուրդ, գերիներով խաղաղություն չի լինում։ Իմ համար աննորմալ է այս ամեն ինչը, գիտեք, լինել հայ, ապրել Հայաստանում ու ուզենալ ապրել, հավատացեք, բոլորս հնարավորություն ունենք։ Ես առավել քան երևի թե շատերը ունեմ հնարավորություն գնալու ինչ-որ երկիր, այն որ ասում հանգիստ ապրելու, բայց սա է իմ երկիրը, իմ հող ու ջուրը սա է։ Իմ երեխեքի վաղվա ապագան ես տեսնում եմ այստեղ ու եթե իմ երեխաների եկեղեցու վրա այսօր արշավանք է գնում, ես չեմ կարող լռել, որովհետև երեք որ հարսանիք չկայացավ, որովհետև չկար հոգևորական այդ տեղում, վաղը միգուցե մենք թաղման ծիսակատարություններ չկարողանանք անել, ինչ ենք ուզում մենք, իսկ այսինքն պիտի կանգնեն միայն այն մարդիկ, ովքեր այդ պահին իրենց հարած չէ, ես այդպես չեմ կարծում։ Մտածեք, որ վաղվա ձեր երեխաների հարսանի, իսկ միգուցե բոլոր հոգևորականներին բռնեն ու դնեն օրինակ ԿՊ-ից ինչ որ մարդիկ հոգևորական է, ասեն սրանից հետո իրանք են ձեզ կնքելու, չգիտեմ, ինչ անպայմանա չէ լինի ինչ որ օծյալ հոգևորական, ինչ անպայմանա չէ, կարան չէ անկապ մարդկանց բերեն, ասեն դուք եք սրանից հետո անելու, մենք պիտի օքեյ լինենք, այդ ամ ես օքեյ չեմ։ Իմ համար դա նորմալ չի, ու ես գալու եմ կանգնել եմ դատարանի բակում, ասել եմ այնքան, միշտ որ դատավորը հասկանա, որ իրան թելադրող օրենքն է եւ միայն օրենքն է, որ իրան SMS գրող չպիտի լինի, որովհետեւ դատավոր ընտրվում է ինձ համար բժշկի, դատավորի նման մասնագիտություններ, իրանք բարձրագույն մասնագիտություններ են, դու ոնց որ բժիշկը միշտ ասում եմ կյանք ապրկում Աստծո առաջ պատասխանատու լինելով, դատավորը կյանքը կարող է այդ պահին մարդու ուղակի խեղել, ինչը որ հենց հիմա անում են այս դատավորները։ Սամվել Կարապետյանի կալանքերը 30 օրով երկարաձգեցին ու դա բոլորիս ամոթն է։ Միքայել Սրբազանին տվեցին 2 դա հայտարարություն է պարզապես։ Ու ես որպես հայ այսօր ինձ տեղից են կողմ ոչ միտեղ չեմ տեսնում։ Այո, մենք էլ ենք ապրում, բոլորս էլ ապրում ենք։ Եկեք այդ այն որ ուզում ենք ապրել, բոլորս ենք ուզում ապրել։ Ես էլ եմ ուզում ապրել, ես 2 երեխա ունեմ, որոնց հետ հրաշալի ժամանակ եմ կարողանում անցկасնել։ Ուզում եմ գնալ իրենց հետ անցկасնել այդ ժամանակը, բայց այն մարդիկ, որոնք ներսում են, ոչինչ չեն արել։ Ու եթե ես այսօր այդ ոչինչ չարած մարդկանց կողքին չկանգնեմ, ի պաշտպանություն իրանց, ուղղակի իմ կանգնելով ոչ մի բան չեմ էլ անում իրական, մեստեղ գալիս կանգնում ենք, ուղղակի մեր ներկայությունը ապահովելով, որ վաղը գոնե չհամաչենք, որ այդ մարդիկ դրսում լինեն, ասեն, լավ, բա ուր էիք, գոնե ամոթից գետինը չեմ մտնի։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Սարդարյան, դուք հենց առաջիններից եք, ովքեր Սրբազան պայքարի հետ եղավ ի սկզբանե, բայց Սրբազան պայքարը եւս նրա համար է, որ իշխանափոխություն լինի, չնայած նրան, որ իշխանափոխության չհասանք, արդեն ձերբակալում ու կալանավորում են 3-րդ բարձրաստիճան հոգևորականի, հա, շարժումը որտեղ սխալվեց կամ ինչու հասանք այս։ Ես իրականում ուզում եմ միշտ խոսել այնքան ինչքան որ հնարավորություն ունեմ խոսելու։ Ես չեմ ուզում խոսել շարժման սխալների մասին, քանի որ ես շարժման ղեկավարների եւ շարժման հիմնադիրներ, այո, քայլել եմ Սրբազանի հետ, սիրով հենց հիմա էլ Սրբազանը այստեղից դուրս գա, նրա կողքին քայլելու եմ մինչև վերջ, որտեղ ես հավատում եմ նրա իսկապես հայ լինելու, քրիստոնյա լինելու եւ բարձր հոգեվորական իր մեջ հոգեվորությունը հոգեվոր աշխարհը պահելու մեջ ու ես վստահ եմ որ ինքը հոգեվոր մարդ է ու դա չի քննարկվում իմ կողմից, բայց եկեք ես խոսեմ նրանից ինչից որ կարողանում եմ խոսել։ Ես կարծում եմ իմ կարծիքով, հա, ասեմ, ոչ թե ասեմ որպես, չգիտեմ, շարժման առաջին օրվանից միացած մարդ, այլ ուղղակի որպես անհայտ։ Մենք սխալվեցինք, կարծում եմ այն ժամանակ, երբ որ թույլ տվեցինք մեզ ասել, որ շատ ենք լավ արդեն, չէ, մենք պիտի միշտ մտածենք, որ շատ ենք, էլ ավելի պիտի շատանանք, ես կարծում եմ, ես օրինակ մի քիչ արխային է, ես հիշում եմ մայիսի 9-ի հավաքից հետո, ես մտածում եմ, անդադ սենց հա լինելու, եթե ես չգամ, մյուսն է գալու, բայց իրականում պիտի այդ թուլացումը չլինի, որտեղ տեսեք, ամեն անգամ, երբ որ մենք թուլանում ենք, մենք մտածում ենք, որ այստեղ ոչինչ
միտեղ ես չգնամ դատարան, տեսնում են, որ 10 հոգի է եկել դատարանի բակում, հաջորդ օրը ուրիշ սրբազանի են ձերբակալում։ Ես կարծում եմ հենց այդ, որ տեսնում են, որ մարդիկ չեն գալիս կանգնում, հենց դրա այդ է տալիս իրանց հնարավորություն մտածելու, որ դե ուրեմն թքած ունեն եւ հոգեվորականի վրա, եւ բարերարի վրա, եւ սրբազանի վրա։ Ես չեմ ուզում այդպես լինի, ուզում եմ կանգնենք ժողովուրդ ջան, ձեր դուրն էլ ամի օրես ամեն ինչը այցել ու կապ չունի, դուք հոգեվորական եք, բիզնեսմեն եք, բարե կապ չունի։ Մի օր միևնույն է, եթե մեր երկրում ավտորիտարիզմը, եթե մեր երկրում զանգով են ինչ-որ բաներ անում, ուրեմն մի օր էլ ձեր դուրն է դատարկելու։ Ուզում եմ դա ուղղակի հասկանանք ու կանգնենք այն մարդկանց կողքին, ովքեր իսկապես արդար են։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։